Ողջույն սիրելի ընկերներ, ավելի շուտ բարի երեկո Լոս Անջելեսում, քանի որ հիմա կարծում եմ Լոս Անջելեսում ընկերներ հավանաբար ավելի շուտ ինձ կլսեն, իսկ հետո եթե հետագային լսեցիք նաև Հայաստանում իմ սիրելի բարեկամներ, բարի լույս բոլորիդ։ Աշխատանքի ընթացքում այսօր ժամ ունեցա մի քանի հատ այդ podcast-երից, բաներից լսել, վիդեոներից, տեսագրություններից, ելույթներից, փառքաստու հիմա քիչ էլ չեն։ Մի խոշոր մասի մեջ զարմանքով նկատեցի, ինչքան էլ որ բացատրում ես, կարծես այս մարդկանց ուղեղի մեջ չի մտնում, կամ չեն ուզում հասկանալ, կամ չեն ցանկանում ավելի շուտ հասկանալ։ Նույն բանն է կրկնվում։ 2021 թվականին Քոչարյանը մեզ տարավ ընտրությունների, 2021 թվականին մեզ համոզեց, մեզ վստահեցրեց, որ ինքը կրելու է։ Մենք կանգնեցինք իր թիկունքին, միասթափվեցինք, չկրեց, խաբվեցինք, մեզ խաբել է Քոչարյանը 2021 թվականին։ Հիմա էլի է ուզում խաբել ընտրությունների գնալով։ Ժողովուրդ ջան, լուչ եք խոսում։ Հասկանում եք ինչ իմաստ եք խոսում ընդհանրապես։ Մի հատ հիշեք 2021 թվականին ինչ տեղի ունեցավ մինչև ընտրությունները, ինչ եղավ, այնպես են խոսում, որ ճիշտ կացես 2021 թվականին փողոցները լցված էր հեղափոխության, այսպես ցանկությամբ տոգորված ժողովրդով, ու Քոչարյանն եկավ ամենին ուղարկեց տուն, ինքը գնաց ընտրություններով եւ իրավիճակ եղավ այս որ էս ունենք։ Մոռացել են, որ ուզում էին ռազմական հեղաշրջում անել, Արմեն Խաչարկիսյանը ինչպես գնաց ճանապարհը կանխեց, թույլ չտվեց, որ ռազմական հեղաշրջում լինի։ Թուրքիայի մյուս կողմից եկավ օգնության Նիկոլին։ Մոռացել են իրավիճակը ոնց է եղել։ Նույնիսկ երեխան կարող է հասկանալ, որ որևիցե մեկը չի կարող ձեզի գրավոր թուղթ տա, որ ընտրություններում ինքը 100%-ով հաղթանակելու է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ցանկության մասին է խոսում, աշխատանքի մասին է խոսում, կամքի մասին է խոսում, իր ցանկության մասին է խոսում։ Լավ։ Այդտեղ կարելի լինի 50%-ով հաջողել, 50%-ով կրել, 50%-ով նաև չկրել։ Այդ ցանկացած տգետ մարդն էլ սա պիտի հասկանա։ Ու իմ համար զարմանալի է, որ լուրջ իրավաբաններ, լուրջ մասնագետներ ասում են մենք հավատացինք Քոչարյանին, որ 100%-ով հաղթելու է կանգնանք իր թիկունքին։ Արդեն լուրջ եք ասում։ Դուք ընտրություն չեք հասկացել, այսինքն ինչա։ Եթե մեկը 100%-ով վստահ է, որ ինքը ընտրություններում հաղթելու է, ինչ ընտրության մասին է խոսքը։ Ընտրությունը արդեն իր բարի մեջ կա, ընտրություն կարող է լինի, կարող է չլինի, կարող է հաղթես, կարող է պարտվես։ Ես չգիտեմ Քոչարյանը ում է գրավոր թուղթ տված եղել 2021 թվականին, որ ինքը 100%-ով այդ ընտրություններում հաղթելու է, ու հիմա խոստումը չի կատարել։ Բերեք այդ թուղթը ցույց տվեք, դիմացը տեսենք ինչ կարող ենք ձեզի տանք։ Ինքը մարդը 2021 թվականին ասել է, որ ես մտնում եմ հրապարակ, աշխատելու եմ, որպես ես իշխանություններին հաղթեմ։ Եկեք օգնեք միասին, որ հաղթենք։ Չօգնեցիք, պարակտեցիք, փոխարեն մեկ ճակատի տակ համախմբեք, գնաք ընտրությունների 26, 24, 25 հատ տարբեր քաղաքական կուսակցություններով որոշեցիք ամեն մեկը դարձակ մի հատ ձեզ համար Նապոլեոն, որ եք հայրենիքը փրկեք, մտակ ընտրությունների մեջ։ Մարդը ինչ անի, եթե փոխարեն համախմբվելու 2021 թվականին իր դրոշի տակ համախմբվելու, որտեղ վերջում ապացուցվեց, որ ամենամեծ համակրանքը գոնե այդ թվականին ժողովրդի կողմից ինքն էր վայելում։ Համախմբվեիք, կրեիք, օգնեիք, որ կրեր։ Բայց փոխարեն համախմբվեիք, պարակտեցիք, որպեսզի թույլ չտաք, որ ինքը կարողանա հաղթի։ Ու հիմա եկել եք պահանջատեր եք լինում սաղդ, որ Քոչարյանը որոշեց ընտրությունների մասնակցի, մենք ես չգիտեմ, հավատացինք իրան, հիմա հիասթափվել ենք։ Ու հիմա էլ հանումա շենինում, որ էլի Քոչարյանը մեզի տալու ընտրությունների, փողոցով պիտի գնանք իշխանությունների։ Մեկն էլ այսօր լսեցի ոդքասթում, ասես 1.5 տարի չեմ կարող համբերել մինչև իշխանական ընտրությունները։ Ախր ով է քեզի խանգարում, ով է ձեռքներդ փակել։ Գնացեք հեղափոխություն արեք, գնացեք իշխանափոխություն արեք, եթե կարող եք։ Կարող եք արեք, ինչ եք կախվել Քոչարյանից։ Փակացու ինքներդ ասում եք Քոչարյանը ռեսուրս չունի, Քոչարյանին չեն սիրում, Քոչարյանը համակրանք չունի, Հայաստան դաշինքը լավ չի աշխատում, դաշնակցությանը չեն սիրում, Քոչարյանին չեն սիրում, այդ իրենց իրար շուրջ համախմբվածությունը լավ չի։ Ընկեր ջան, եթե ռեսուրս չունեն, դուք գնացեք ձեր արեք։ Փակացու երկու հատ եկքա հրապարակ Երևանում դատարկ է, Հանրապետության հրապարակը դատարկ է, Ազատության հրապարակը դատարկ է, հասցենեն էլ գիտեք։ Գնացեք վերցեք հանրավարակ արեք, իշխանափոխություն արեք։ Ով է ձեզ խանգարում։
Կառավարության դաչեկի հասցեն գիտեք, կառավարության շենքի հասցեն գիտեք, ազգային ժողովի հասցեն գիտեք։ Դե գնացեք այդ ձեր ես ինչ գիտեմ, խորհրդատուա տիրոջ ով է ձեր ֆինանսավորողին խոստացել է, չէ, կբռնեմ Նիկոլի ականջներից, պատանից կշպրտեմ դուս։ Դե իրան ասեք, պես շպրտեք դուս, ով է ձեր ձեռքերը փակել, որ իշխանափոխություն անեք հենց այս վայրկյանին։ Ռոբերտ Քոչարյանն էլ ռեսուրս չունի, կնստի մինչև 2026 թվականը կսպասի, այնտեղ էլ վերջում հավանաբար կպարտվի։ Ձեր դուք ինչ մտահոգություն ունեք, ինչու եք մտահոգվում դրանից։ Ով է ձեր ձեռքերը փակել։ Ես ձեզ հավատացնում եմ, Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին չի մտցրել սենյակի մեջ դուռը փակել, բալանին էլ դրել իր գրպանը, որ այդ մարդիկ չգան ձեր թիկունքին կանգնեն։ Գնացեք հրապարակում կանգնեք, իշխանափոխության հայտ ներկայացրեք։ Ասեք մենք փողոցով գնում ենք վաղվանից իշխանափոխության։ Ինչու չեք անում։ Ինչի եք սպասում։ Ով է ձեր ձեռքերը փակել։ Դե գիտեք խնդիրն ինչ է, որտեվ ինքներդ էլ գիտեք ձեր մոտ չի ստացվելու։ Ամբողջ խնդիրը այստեղ է։ Ինքներդ էլ գիտեք, որ ձեր ամենասիրված, ժողովրդի կողմից ամենամեծ համակրանքն ու վստահությունը վայելող մարդն էր, եթե գա կանգնի հրապարակում, կանգնի ասի ես վաղվանից ուզում եմ իշխանափոխություն անեմ, եկեք կանգնեք իր շուրջը։ Հազիվ մի 100 հատ մարդ գալու է կանգնի իր թիկունքին, փորձի իշխանափոխություն անել։ Կամ հանրավակին կմասնակցի նույնիսկ։ Ինքներդ էլ գիտեք այդ ռեսուրսը չունեք։ Հիմա ես բացատրեմ ձեր ամբողջ ցավը որտեղ է։ Ձեր ամբողջ ցավն այն է, որ չունեք ռեսուրս, բայց ռեսուրսի կարիք ունեք իշխանափոխության համար։ Ձեր ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանը, Դաշնակցությունը, Հայաստան դաշինքը, մյուսները հայտարարեն, որ մենք էլ չենք մասնակցի որևիցե գործընթացի, ինքներս խաղից դուրս են գալիս, իշխանություն չենք ուզում, ոչ մի բան չենք ուզում, բայց ռեսուրսը վերցեք տարեք։ Իրանք էլ իրենց ռեսուրսին են ժողովրդի, ասեն ժողովուրդ ջան, գիտեք մենք չենք ուզում ոչինչ, գնացեք այս ժողովրդի հետևից գնացեք ընկնեք, լսեք ինչ են ուզում անեն։ Հետո դուք էլ այդ ռեսուրսը վերցնեք ձեր խրտվիլակին շալակած, ընկնեք շարքի սկիզբ իսկ հեղափոխություն եք անում, իշխանափոխություն անեք, ձեր խրտվիլակին էլ կարկե տեղ հավանաբար վարչապետ։ Լավ կներեք ժողովուրդ ջան, եթե այդ ռեսուրսը ունեն, Դաշնակցությունը այդ ռեսուրսը ունի Քոչարյանը, որ կարող են այդ մարդկանց ասել գնացեք փողոցում կանգնեք սրանց կողքին իշխանափոխություն անեք։ Իրենց ձեռքը էսպես, հա։ Իրենք կգան կանեն այդ գործը։ Ինչու պիտի ուղարկեն ձեր հետևից։ Դուք չեք որ ասում եք այս մարդիկ ռեսուրս չունեն։ Դուք չեք որ ասում եք Քոչարյանը ռեսուրս չունի։ Փաստորեն հիմա էլ դուք կախված եք հենց այդ ռեսուրսից։ Փաստորեն դուք ոչ թե ռեսուրսն է ձեզի խանգարում, այլ Քոչարյանի անձն է խանգարում։ Ասեք դուք գնա դուրս, ասա որ ես չկամ, բայց քո ամբողջ ռեսուրսը տուր մեզի, որ մենք գնանք մեր խրտվիլակին դարձնենք վարչապետ։ Բայց չի ստացվելու ժողովուրդ ջան ձեր մոտ։ Մենք հոգնել ենք խրտվիլակներից, այս ժողովուրդը հոգնել է խրտվիլակներից։ Այս ամբողջ ողբերգությունը այս նույն խրտվիլակների պատճառով եկավ մեր գլխին։ Այս ժողովուրդը աշխատանք կատարող, կամք ունեցող, հասկացողություն ունեցող, ես ճիշտ եմ քաղաքականությունից, դիվանագիտությունից բան հասկացող ղեկավարի կարիք ունի։ Շեշտում եմ, ձեզ ասում եմ, կրկին եմ ասում ժողովուրդ ջան։ Եթե կարծում եք իշխանափոխությամբ այս խնդիրը գլուծվի, եթե չեք ուզում 1 տարի 3 ամիս սպասեք մինչև իշխանափոխ, մինչև ընտրություններ, ձեր կամքն է։ Փողոցը դատարկ է, ամեն հասցեները գիտեք, գնացեք, իշխանափոխություն արեք, ոչ ոք ձեր ձեռքը չի փակել։ Քոչարյանն ու մյուսներն էլ ովքեր չեն ցանկանում կկանգնեն կող, ռեսուրս էլ չունեն, ձեզ էլ չեն կարող խանգարել իրենց ունեցած ռեսուրսով։ Գնացեք, արեք։ Ես ձեզ խոսք եմ տալիս, գոնե դաշնակցության մասով խոսք եմ տալիս, որ բոլորը կգան կկանգնեն ձեր կողքին, հետո վստահանան դուք աշխատանք եք կատարում։ Բայց բոլորս էլ գիտենք, որ ոչ ռեսուրսն ունեք, ոչ ժողովրդային համակրանքն եք վայելում, ոչ ժողովուրդը ձեզ սիրում է, ոչ վստահում է, ոչինչ չունեք, ու ձեր չունեցած բանով մեծ խոսում եք, հեղափոխությունների, իշխանափոխությունների թեզեր եք ներկայացնում, իմանալով հանդերձ, որ ոչ մի ռեսուրս չունեք դա իրականացնելու համար։ Ձեր ռեսուրսը հենց այն Քոչարյանի չունեցած ռեսուրսն է, որ այս 2-3 շաբաթ հարցականի տակ եք տանում, իբր թե չկա։ Բայց վերջում փաստվում է հենց այդ ռեսուրսն է ձեր ռեսուրսը, այլապես դրա մասին այդքան չէիք խոսա։ Ժողովուրդ ջան, հասկացեք ի վերջո, Նիկոլին իշխանությունից հեռացնելու կեցեցանցանում 4 հատ մեթոդ կա, ուրիշ բան չեք կարող անել Նիկոլին հեռացնելու համար։ Առաջինն այն է, որ ինքը մի հատ գեղեցիկ առավոտյան արթնանա, բոլորից բարություն անի, ասի ես իմ կամքով գնում եմ, որ բացառված է, բոլորս էլ գիտենք չի լինելու։ Երկրորդ, փողոցով իշխանափոխությունն է, հիմա նոր բացատրեցի, կարող եք գնալ անել, կարող եք գնացեք արեք։
Ոչ ոք ձեր ձեռքերը չի փակում։ Հրապարակներն էլ դատարկ, հասցեներն էլ գիտեք, իշխանապողության ձևերն էլ գիտեք։ Գնացեք արեք, մեկ եկանք ձեր թիկունքին կկանգնենք։ Երրորդ ձևը ընտրությունն է։ Սպասեք մինչև ընտրություն տեսենք ինչ կլինի։ Տրամաբանական ձևերն եմ ասում, սահմանադրական։ Մի հատ չորրորդ ձևեր կա, impeachment-ը, այս դիտավորյալ դա թողեցի վերջում։ Որ էդ էլ դուք եք հիմա հրապարակ նետել, որպես իշխանապողության տարբերակ։ Մեր թևը ասում ենք մենք չենք պատրաստ, չենք մինչև 1 տարի իշխանը սպասենք ընտրությունների ու մենք իշխանապողություն անենք։ Մյուսն էլ առավոտից գիշերից եթերից են եթեր ընկած, impeachment եք գոռում։ Այդ տարբերակով էլ չեք կարող Նիկոլին հեռացնել։ Ես մի անգամ, մի հատ լայվի ընթացքում մոտապես այդ չենց խանում 45 րոպե բացատրել եմ, որ ինչու մեր սահմանադրությամբ հենց չեք կարող Նիկոլին հեռացնել, հատկապես հենց Նիկոլին չեք կարող հեռացնել։ Բացատրել եմ։ Իսկ խոստացել եմ, որ այդ իմ բացատրած լայվը թղթի վրա էլ կգրեմ։ Հիմա եթե իմ լայվը լսում եք, հավանաբար այսօր կհասցնեմ դա բացակետերով ձեզ համար բացատրեմ գործնականում, ինչու impeachment-ն է պատասխան չի տալու իշխանապողության համար, եւ չեք կարող impeachment-ով էլ Նիկոլին հեռացնել, եւ սխալ է ձեր հաշվարկները։ Իհարկե, եթե սխալ է հաշվարկները, որտեվ ես համոզված չեմ, որտեվ դուք ինքներդ ինձանից ավելի լավ գիտեք, որ Նիկոլին impeachment-ով չեք կարող հեռացնել։ Ու ինչ որ նպատակ եք հետապնդում, ես դրա մասին կխոսեմ հավանաբար հոդվածով։ Impeachment-ի ձախողման արդյունքը լինելու է Նիկոլի ռեյտինգի բարձրացումը։ Եվ Նիկոլի ռեյտինգի բարձրացումով դուք Նիկոլը կարողանալու է հանգիստ դա տանել թանկով ծախել Ալիևի վրա եւ նրան համոզել, որպեսզի մինչեւ ընտրությունները ստորագրի խաղաղության կոնե նախաստորագրում կատարվի խաղաղության համաձայնագրի։ Դրա մանրամասնությամբ ես դրա մասին կգրեմ եւ կխոսեմ հավանաբար այսօր։ Այսքանով բավարարվեմ ժողովուրդ ջան։ Մենակ այդ էի ուզում ասել, որ սերի ընկերներ, եղբայր, ընկերներ, ոչ ոք ձեր ձեռքը չի փակել իշխանապողության համար փողոցով։ Շեշտում եմ երրորդ անգամ համար։ Հրապարակների հասցեները գիտեք, մյուս շենքերի հասցեները գիտեք, կարող եք գնացեք արեք։ 1.5 տարի էլ մի սպասեք մինչև ընտրություններ։ Մենք էլ գնանք ձեզ կօգնենք։ Հիմա տեսեմ կարող եք անեք թե չեք կարող անել։ Շնորհակալություն։